Տիկին Եղազարյան, կխնդրեմ ասեք, ինչ աշխատանքներ են այս ընթացքում իրականացվել Այգեգ բնակավայրում։ Ես Այգեգ բնակավայրում վարչական ղեկավար եմ արդեն 2 տարի, այսպես նշեմ, այս համայնքների խոշորացումը, որ եղավ 2021 թվին, այնպիսի փոքր բնակավայր, ինչպիսիք Այգեգն է, այդ թվում նաև, շատ կարևոր էր այս խոշորացումը, որովհետև երբ որ արդեն ունեցանք մեծ բյուջե, կարողացանք համամասնորեն թե փոքրերը, թե մեծերը հավասար զարգանալ։ Այս ընթացքում մենք խոշորացումից ի վեր բավական աշխատանքներ են կատարվել Այգեգում, մոտ 1 կիլոմետր ճանապարհ ասֆալտապատվել է, Երևանյան խճուղին համարյա շատ վնասված, շատ վատ վիճակում էր, ասֆալտապատվել է, բացի այդ տեղ-տեղ խողովակներն են ռոռոկման համակարգի փոխվել, ուղիղ 2 փողոց, երկրորդ եւ երրորդ փողոցները գազիֆիկացվել են եւ 2 շատ հրաշալի զբոսայգիներ են կառուցվել, ջրագծեր են փոխվել, այժմ Այգեգի ջրամատակարարումը շատ ավելի լավ է, քան տարիներ առաջ, կայուն քայլերով գնում ենք դեպի առաջընթաց, իսկապես պետք է ընտրենք զարգացումը, բոլորս հավատանք միմյանց, սիրով լինենք ու այսպես ասեմ, ես վստահում եմ իմ բնակչին, թող այս ընտրությունը կատարի իր մտքի, խղճի եւ կամքի համաձայն։ Ինչ աշխատանքներ կան, որ առաջիկայում պետք է արվեն եւ Առաջիկայում նախատեսված է, արդեն ծրագրով նույնիսկ հաստատված է, որ մենք շուրջ 2 կիլոմետր պետք է փոխենք ռոռոկման համակարգ, ինչը էապես կբարելավի, էդ էլ անմխիթար վիճակում էլի, մեր ռոռոկման ցանցն էլ անմխիթար վիճակում, բայց այդ 2 կիլոմետրը որտեղ որ նախանշվել են, բավական փոփոխություն կգրանցենք, բացի այդ ներհամայնքային ճանապարհների խնդիրն է, որ ասֆալտապատման կարիք ունեն։ Ու առաջիկայում եւս ծրագրում կա, որ առաջի փողոցը պետք է ասֆալտապատվի, դա դպրոցի ոնց որ մերձ փողոցն է, ծրագրեր շատ կան, ունենք նոր փողոցներ, նոր բնակեցված, որոնք որ պետք է լուսավորություն, գիշերային լուսավորություն անհրաժեշտ, այդ բոլոր ծրագրերում կա, դիմել ենք, որպես համայնքի խնդիր արդեն գրանցված են այդ ամեն ինչը, մնում է ընդհանրապես իրագործենք։ Եվ կխնդրեմ անդրադառնանք ապրելու երկրին, որ այս տարի նրանք չմասնակցեցին, հա, բյուջեի քննարկմանը, եւ ծրագրերը բյուջեի քննարկմանը չմասնակցելը բնականաբար բավական խոչընդոտներ առաջացավ, այդ մասին շատ է ասվել, ես ասեմ, համարում եմ, որ կապ չունի, պետքա բոլորն էլ մասնակցեն, որովհետև ի վերջո այս մեր հայրենիքն է, պետքա բոլորս համատեղ մեր ամբողջ ջանքը, այս դեպքում արդեն որ կուսակցությունը կապ չունի, կապ ունի, որ բոլորս լինենք միասնական ու ցանկանանք, որ մեր երկիրը առաջընթաց ապրի, ցանկանանք ու գործենք, ամենակարևորը։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։